Ելենա Արշակյանի «Նոր ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալն արդեն մի քանի օր է ինչ եթերում է և հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից նախ սցենարային լուծումներով, այնուհետև հեռուստասերիալում նկարահանվող դերասանական կազմով։ Նշենք, որ այս հեռուստասերիալում Ադրինե Աճեմյանը հանդես է գալիս բացասական կերպարով կամ գուցե առաջին հայացքից այդպես է թվում։ 3 երեխաներ, ովքեր որբ մնացին և հայրական և մայրական կողմից։ Ընտանիք, ով քանդվեց, երբ ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի մեկնեց, թողնելով կնոջն ու 3 երեխաներին։ Իհարկե, նաև կնոջն արդարացնելը սխալ է, քանի որ ոչ մի տղամարդ չարժեր, որ նա իր 3 երեխաներին թողներ ու գնար, բայց եղածը եղած է, 3 երեխաներ մեծացան առանց հոր ու մոր ներկայության։ Ինչպես Ելենա Արշակյանի մյուս հեռուստասերիալը, այս հեռուստասերիալը ևս սոցիալական հարցեր է քննարկում Հայաստանում տիրող արդի իրավիճակի մասին, այնպես որ «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալը ևս մեկ ցավոտ թեմայի մասին է՝ տղամարդու արտագնա աշխատանքի, կնոջ դավաճանության և իհարկե ընտանիքի մասին։ Հեռուստադիտողները հետաքրքրությամբ նայում են հեռուստասերիալի հերթական սերիաները, քանի որ հեռուստասերիալում, ինչպես արդեն նշեցինք, նկարահանվում են ինչպես հայտնի ու սիրված դերասան-դերասանուհիներ, այնպես էլ նորահայտ դերասան-դերասանուհիներ, ովքեր ընդամենը 2 սերիայում հասցրեցին սիրվել հեռուստադիտողների կողմից։ Հեռուստասերիալում իր մասնակցությունն է բերել նաև սիրված դերասան Էդգար Իգիթյանն, ով մարմնավորում է Նորոյին։ Նորոն փոքր երեխա էր, երբ մայրը թողեց հեռացավ, բայց հիմա մեծ տղամարդ է և ընտանիքի հենասյունը։ 10 տարի անց Շուշանի մահից հետո Արշակն ու Արևը վերադարձել են Հայաստան, վերադարձել են, որպեսզի հետաքրքիր ու ինտրիգային զարգացումներ սկսվի հեռուստասերիալում։ Դիտեք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք բերել ենք հատուկ ձեզ համար, չմոռանալով իհարկե գրել ձեր կարծիքները հեռուստասերիալի մասին։ Բարի կեսգիշերն անց, մի բան էլ ավել, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հավատացեք, այս ժամը ամենաշուտն է, որ ավարտում եմ, որովհետև հիմա շատ ծանրաբեռնված եմ երազանքի բեմ նախագծով, բեմադրող ռեժիսոր որպես պրոդյուսեր, որպես մոնտաժային փուլին հետևող, այսինքն իսկապես վայրկյան ու րոպե չեմ ունենում, դրա համար պասիվ եմ և այսօր անկեղծ մտնում եմ Instagram ու տեսնում եմ անթիվ անհամար նամակներ ու գրեթե նամակների կեսից ավելին վատ խոսքերով, սենց շատ լուրջ նամակներ են, որոնք ինձ ասում են չես ամաչում Անահիտ ջան, ես ինչ ես անում, ոնց դու կարող էիր այսպես վարվել ու կարդում եմ ու չեմ հավատում, ասում եմ ես ինձ են գրել, ինչի համար են գրել, հետո հասկանում եմ, որ 3 ATV-ով Ուրիշի ընտանիք նոր հեռուստանովելն է հեռարձակվել։ Իհարկե չգիտեմ այս ժամին էլ հետևորդներիցս քանի մարդ կմտնի կնայի ստորիս, բայց չի կարող այս մասին չխոսել։ Մի խոսքով հեռարձակվել է 3 ATV հեռուստաընկերությամբ նոր հեռուստանովել Ուրիշի ընտանիք, պրոդյուսեր Ելենա Արշակյան, սցենարիստ Անահիտ Մխիթարյան, ռեժիսոր Քաջայր, ու ես իրապես շատ շնորհակալ եմ ու ուրախ եմ, որովհետև շատ կարոտել էի նկարահանման պրոցեսին և ես ստացա նոր կերպարի առաջարկը, Շուշանի կերպարը կերտելու, սիրով իմ աշխատանքը կատարեցի, շատ սիրում եմ այս թիմը ու մեծ հաճույքով եմ իմ դերը ստանձնել, ժողովուրդ, բայց ուզում եմ խոսամ այս մասին, էլի, մենք միթե չենք կարողանում տարանջատել կերպարը անձից, մարդուց, այդ դերը կատարողից։ Սիրելիներս, ես Անահիտ Կիրակոսյանն եմ իրական կյանքում և կտրվեց, ես իրականում խաղացել եմ Շուշանի դերը և շատ լավ է, որ հավանել եք կերպարը, հետևում եք հեռուստանովելին ու անպայման հետևեք զարգացումներին, որովհետև շատ հետաքրքիր հեռուստանովել է, բայց խնդրում եմ տարանջատեք դերակատարում, դերասան և անձ, ինձ բառի բուն իմաստով գրում են նամակներ, որ Անահիտ ջան, ոնց եք դուք թողել ձեր երեխեքին, ժողովուրդ, ես իմ երեխեքին չեմ թողել ու խնդրում եմ տարանջատեք կերպարը
անձից դերասանի։ Դա մեր մասնագիտությունն է։ Մենք կարող ենք շատ տարբեր կերպարներ կերտել, ովքեր ունեն իրենց պատմությունը սցենարական։ Այսքանը։ Եկել եմ ձեր շատ լավ ու կարևոր նորություն ասեմ ու արել գնամ նկարահանման։ Այսօր ուշադիր կլինեք ժամը 8-ին, որովհետև դուրս է գալու մեր սերիալի 3-րդ սերիան, որտեղից սկսած էլ արդեն կարող եք տեսնել մեզ որպես մեծ կերպարներ, այնպես որ ուշադիր կլինեք ժամը 8-ին ATV-ով կամ կարող եք դա YouTube-ով դիտել։ Իսկ ես գնամ արագ նկարահանման, հեռախոսը չգիտեմ ուր էի դրել, որովհետև շտապում եմ։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում երկու ելենների։ Էս ես եմ բիզբիզ մազերով, կոսարած, սյոմչնի շորերով, սպորտային հարբար։ Ու մի հատ նայեք, այս ելենը թիթիզական։ Բայց իրականում ով է գործանում։ Գիտյան։ Երեխեք նայեք, Քրիստիկը ձեր համար ինչ էր անում։ Այնտեղ էլ քջն էր, ուր էր քջոն գնաց, կրակն էր վառում, գնաց։ Գնացել անտակ որսի հետևից։ Մի հատ մեր կրակը նայեք, ով այս կրակի հեղինակը։ Կրակ Քրիստոս։ Քա ճիշտ ասում։ Քեզ մատ պտտի մած վրա դերենք ինչ ա գրած։ Քանի որ քջոն ռուսերեն կարդալ չգիտի, կարաս կարդաս մի կերպ։ Մաստեր, կուլինարных դել։ Տենանք, քջոն ինչ էր անում։ Երեխեք, սպասում ենք, եկեք, ինչ եղավ, սրտիկներ ձեզ սպասում ենք։ Ողջույն բոլորին, այսօր խորհուրդ եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են հայկական սերիալներով, հետևել իմ սթորիներին, որովհետև այսօր լինելու է մեր հերթական հեռուստասերիալի պրեմիերան ATV հեռուստաընկերությամբ, եւ այսօր ես ձեր դատին հանձնելու եմ մեր նոր դերասաններին, ովքեր երբևիցե չեն երևացել էկրաններին, եւ իհարկե իրենց կողքին տեսնելու եք արդեն շատ սիրված դերասանների։ Այս ռեժիսոր Քաջեր Հակոբյան, Քաջեր իմ ընկերն է, նաև մեր նախագծերից շատ-շատերի ռեժիսորն է, հնարավոր է մոտ տեսած լինեք։ Մի խոսքով հետևեք իմ սթորիներին, կտեսնեք ովքեր են դերասանները, ովքեր են այն մարդիկ, ովքեր հնարավորություն են ունեցել ներկայանալու մեր նախագծերում։ Ձեզ լավ օր, ու սպասում եմ ձեր կարծիքներին։ Տեսնենք ինչ են անում։ Քաջեր ինչ ես անում։ Ես բادرجانներ տանում։ Տեսնենք այստեղ ո՞վ է։ Կրիստինա։ Աու։ Ու են մյուսները։ Չգիտեմ։